կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարի երեկո, շարունակում ենք աշխատել, առաջինի եթերում ես Ժիրայր Ոսկանյանն եմ, Հայաստանի Հանրապետությունում կայացել են համապետական խորհրդարանական ընտրությունները, այժմ տեղի ունենում ձայների հաշվարկը եւ պարբերաբար հրապարակվում են տարբեր համայնքներից ընտրության արդյունքներ, նշեմ, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ազգային ժողովի ընտրությունների մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 1,476,597 ընտրող կամ 58.97%։ Օրվա ընթացքում նաև քիչ չէին տեղեկությունները, մասնավորապես ընտրակաշարքի կամ դրա տարբեր դրսևորումների վերաբերյալ, որոնք ներկայացնում էր Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը, դրանցից ամենաթարմը այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն տվյալներ է ստացել, որ ուժեղ Հայաստանի համակիջները ընտրություններին իրենց օգտին քվեարկելու, ընտրողներ հավաքագրելու պայմանով Ռուսաստանաբնակ ամուսիններին խոստացել են հունիսի 8-ին ընտրվելուց հետո լուծել թմրամիջոց պահելու համար Ռուսաստանում դատապարտվող վերջիններիս որդիներին ազատ արձակելու եւ Հայաստան տեղափոխելու հարցը։ Ողջ օրվա ընթացքում նաև տարբեր տեղեկություններ էին հաղորդում, որոնց իսկությունը մի մասի բնականաբար ստուգման փուլում է, մի մասով ինչպես ներկայացրեցին քննչական մարմինները վարույթներ են նախաձեռնված, որոշակի ընտրախախտումների կամ ընտրական պրոցեսներում տեղի ունեցած խնդիրների վերաբերյալ, եւ դրանց մասին առավել մանրամասն այժմ զրուցելու եմ անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Իոաննոսյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Եվ այսպես Դանիել, ընդհանուր գնահատում ենք այս ընտրական գործընթացը, որից հետո արդեն ավելի դրվագային, նշանային խախտումներ եւ այլն, տեսնենք ինչ է ֆիքսել ձեր սուր աչքը։ Մենք առավոտվա ժամը 7-ից 700 հոգանոց առաքելությամբ հետևում ենք ընթացքին մեր 300 շրջիկ խմբերի եւ 35 շրջիկ արագարձագանքման խմբերի կազմով, նաև տեսախցիկներով ենք հետևում իրավիճակին, նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այս շրջանում 38 մեր դիտորդներ ոչ թե տեղամասային, այլ ընտրատարածքային, վերահսկում են ընթացքը արդեն տեղամասերից եկող պարկերի ընդունման, որը արդեն սկսվել է։ Ըստ էության պատկերը հետևյալն է, պետք է ասեմ, որ եղել են էպիզոդիկ լուրջ խախտումներ, եղել է մի տեղամաս, որտեղ եղել է խախտում ամբողջ ընթացքում էական եւ դա հարցական տակ է դնում այդ տեղամասում քվեարկության արդյունքները, խոսքը 12 կոտորակ 13 տեղամասի մասն է Արարատի մարզի, որտեղ ամբողջ ընթացքում կամ առնվազն մինչև երեկոյան 6-ը բացակայել է ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկները ընդհանրապես, այսինքն ընտրողներին 18-ի տեղը 17 քվեաթերթիկ են տվել։ Եվ ինչպես են մեկնաբանում։ Հանձնաժողովի նախագահ մեր դիտորդին հայտնել է, որ ինքը գիշերը հայտնել է այդ մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից միջոցներ չեն ձեռնարկել։ Դա լուրջ խնդիր է, տեղամասի մասշտաբով լուրջ խնդիր է, հանրապետության չէ։ Եվ այդ տեղամասի արդյունքները կամ պետք է անվավեր ճանաչվեն, կամ պետք է վերաքվեարկություն լինի այդ տեղամասում։ Մնացած առումով խնդիրները, այն խնդիրներն էլ, որոնք եղել են ավելի սենց ասած համատարած, այդքան ոնց ասեմ լուրջ խնդիրներ, բայց ես հիմա ասում եմ ժամը 8-ի դրությամբ, իմ տվյալները, որ ես հիմա տիրապետում եմ, ժամը 8-ի դրությամբ են, այն խնդիրները, որոնք որ եղել են համատարած, չեն եղել շատ լուրջ, օրինակ քվեարկության ծրարների լուսաթափանցելիության հետ կապված խնդիրը, ես չեմ, հա, եթե քվեաթերթիկը դնենք այդ ծրարի մեջ եւ պահենք լույսի վրա, այսօր նաեւ ձեր եթերում ցույց եմ տվել դա։ Նաեւ ձեր տեսախցիկն էլ կար, մի շարք հեռուստատեսությունների առջև դրել եմ երկու տեսակի ծրար կա, երկուսի մեջ էլ քվեաթերթիկը դրել եմ, նայեք, երևում է։ Բայց, հա, եթե պահես ուժեղ լույսի աղբյուրի վրա, կարող ես տեսնել, թե քվեաթերթիկը որ համարի ուժի քվեաթերթիկն է։ Պահում էին, հա, ինչն էր։ Դե հենց էտա որ չէ, բայց միգուցե ինչ որ մարդկանց քվեարկություն տենց տեսած լինեն, եթե արևը ընկնի ինչ որ մի ձև կան պայմաններ, որի դեպքում կարող է երևա, հա։ Բայց ասում եմ, դա տենց ինչ որ շատ մեծ բան չի գլոբալ տեսանկյունից, բայց
մեծ բանա կենտրոնական տրական հանձնաժողովին հարցեր տալու տեսանկյունից։ Նույնը էլեկտրոնային գրանցման սարքերը, օրինակ, որ էլեկտրոնային գրանցման սարքի կտրոնի վրա այդ ընտրողի ցուցակում հերթական համարն է գրված, որը օգնում է հանձնաժողովի անդամին, որ հանձնաժողովի անդամը, որը երկրորդ անգամ ընտրողի անձը ստուգում, ընտրողի անձը հասան երկու անգամ է, չէ՞ ստուգում։ Այդ առումով բացառիկ երկիր։ Նու բացառիկ որն է, մենք այնքան վատ պատմություն ենք ունեցել բացակայողների փոխարեն քվեարկելու, որ մի 700 մեխանիզմ ենք մտցրել, որ դա հնարավոր չլինի։ Եվ ընտրողը երկու տեղ է նույնականացում, մի հատ էլեկտրոնային գրանցման սարքում, մի հատ էլ ցուցակում։ Էլեկտրոնային գրանցման սարքի կտրոնի վրա համարն է գրված լինում, թե ընտրողը ցուցակում որ համարն է, որպեսզի հեշտ գտնեն իրան։ Զուտ հեշտացնող բան է։ Շատ տեղամասերում այդ համարը սխալ համար է, այսինքն ցուցակի հերթականությունն է, այս ցուցակի խառնված է, զուտ հերթականությունը խառնված։ Եվ դա ստեղծում էր հերթեր, կուտակումներ, այսինքն հազարավոր, եթե ոչ տասնյակ կամ 100 հազարավոր քաղաքացիներ հերթերի մեջ ժամանակ են կորցրել, որովհետև այդտեղ այդ խնդիրը եղել է։ Որ ասես, որ տենց կեղծվեց բան, չէ, չկեղծվեց, բայց մարդիկ հերթերի մեջ կանգնեցին ու կարող էին չկանգնել այդ հերթերի մեջ, հա։ Առհասարակ գիտեք, ժամանակին Հայաստանում ընտրությունները, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ընտրությունները շատ վատն էին, բայց լավ էին կազմակերպված։ Գոնե սենց գիքսեր չեր ելնում։ Կներեք, տեղամաս է եղել 18000 քվեաթերթիկ պակաս են տվել, այսինքն պետք է մի 40000 քվեաթերթիկ տային, կեսն են տվել։ Ու նստած վախում էինք, ասում էինք լավ, բա որ պրծնեն քվեաթերթիկները, մասնակցությունը բարձր է, բա որ պրծնեն քվեաթերթիկները։ Ընտրողները կան, գահերթական ընտրող, ասենք երեկոյան ժամը 6-7-ի կողմերը, գահերթական ընտրող, ասենք կներես քվեաթերթիկ չկա։ Քվեաթերթիկներ չկան, որ քեզ դան ինչ է լինելու էլի։ Բարեբախտաբար դրան չհասավ, բայց կարար հասնել։ Բայց ասես եղբայր թվաբանությունն եք մոռացել, տենց կիքսերը, հասկանում եք, տենց կիքսերը շատացել են։ Այս քվեարկության ծրագրերի հետ կապված խնդիրները, այդ էլեկտրոնային գրանցման սարքերի հետ իմ ասած խնդիրը, սենց իմ մոտ տպավորությունն է, որ մենք փոխանակել ենք ընտրությունների կազմակերպվածության բարձր որակը, փոխանակել ենք ընտրությունների բարձր բովանդակային որակի հետ, էլի։ Բայց ոնց որ այդ կազմակերպվածության բարձր որակը, որը դեռ հեղափոխությունից առաջ կար, ինձ թվում է դա կարելի էր պահել, դա պարտադիր չէր կորցնել, էլի։ Այդ հարցերը ԿՀ-ին չէ, ընդհանրաբար։ ԿՀ-ի շատ լուրջ հարցեր կան, ԿՀ-ին առհասարակ շատ լուրջ հարցեր կան։ Կներեք, ԿՀ-ն ընտրությունների օրինականության վերահսկման հիմնական մարմինն է այս երկրում։ Ընտրությունների օրինականության վերահսկման ֆունկցիան ԿՀ-ի սահմանադրական ֆունկցիա է։ Ընտրությունների օրինականության հետ կապված հիմնական խնդիրը ընտրակաշառքն է։ Բացահայտ, դա ես չեմ ասում, դա մեկ այլ պետական մարմին է ասում։ Ընդ որում պարզ է, չէ, ընտրակաշառքը, այսքան որ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, դա այսբերգի վերևի մասն է։ Ընտրակաշառքը ըստ էության տենց իրեղեն ապացույցներ կամ հետքեր չունեցող լատենտային հանցագործություն է։ Լատենտային այդ նշանակում է, որ դրա բոլոր մասնակիցները ոչ մեկ տուժող չի, բոլորը հանցակից են եւ բոլորը հետաքրքրված են բացահայտման մեջ, բայց բացի այդ, նաեւ օրինակ պայմանական, որից է արգելված բանի առողջարկ, ասենք, չգիտեմ, թմրանյութերի առողջարքը եւս լատենտային է։ Բայց եւս դրա բոլոր կողմերը շահագրգռված են, որ չբացահայտվի։ Բայց այնտեղ գոնե թմրանյութը կա, որպես իրեղեն ապացույց։ Ստեղ էտել չկա, այսինքն ինքը առանց հետքերի լատենտային հանցագործություն է։ Այսքան շատ որ բացահայտել են, դա խոսում է իհարկե իրանց բարձր էֆեկտիվության մասին, իրավապահների, ինչը շատ հաճելի է, բայց նաեւ խոսում է նրա մասին, որ կանում ինչքան մեծ է այդ ծավալը։ Եվ կենտրոնական տրական հանձնաժողովը չկա, կենտրոնական տրական հանձնաժողովը նայում ես ինչ հարցեր է քննարկել նիստերով, լուրջ չի, լուրջ հարցերը չի զբաղվում, լուրջ հարցերով տենց ոնց որ մեծ ջաջաները, հա, բան, հակակոռուպցիոն կոմիտեի լուրջ ջաջաներն են զբաղվում, իսկ կենտրոնական տրական հանձնաժողովը տենց կներեք պլակատ, այստեղ պլակատ ավել տեղա կպցրած, այստեղ էսա կպցրած, այստեղ էնա կպցրած, չոր, կներեք էլի, այս լուրջ չի։ Կամ կենտրոնական տրական հանձնաժողովը պետք է սահմանադրական բարեփոխումների սահմաններում լուծարել եւ տալ
Օրինակ Ֆրանսիայում ՆԳՆ-ի կազմում է այդ ֆունկցիան, հա, ինչ որ մի հատ պետական մարմին տալ, որ կազմակերպչական առումով դա կանի, ուրեմն այնց մարմինը, որ գոնե կազմակերպչական պահը նորմալ անի։ Որտեւ եթե ինչին է պետք կենտրոնական տրական հանձնաժողովի սահմանադրական կարգավիճակ, անկախության երաշխիքներ, եթե ընտրությունների հետ կապված հիմնական խնդիրները ԿՀ-ի զուգահեռ են։ Ընտրակաշարքը, օտարերկրյա միջամտությունը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը։ Ոչ մեկ չի կասկածում, չէ՞ որ էս 3-ն է։ Ընտրակաշարք, վարչական ռեսուրս, օտարերկրյա միջամտություն։ Այս 3-ի հարցում էլ ԿՀ-ն չկա։ Կներեք, կամ պետք է դադարի սահմանադրական մարմին լինել եւ զուտ կազմակերպչական մարմին լինի եւ հասկանանք ոնց ենք տենց անում, որ լավ կազմակերպչական մարմին ունենանք եւ քաղաքական պատասխանատվությունը լավ ընտրությունների ընկնի իշխանության վրա։ Նենց ոնց որ հիմա է դե ֆակտո կամ էլ ԿՀ-ն պետք է հասկանա, որ ինքը սահմանադրական մարմին է, որ սահմանության մեջ իր վերաբերյալ բանա գրած օրինականության վերահսկման ու չի կարող ինքը վարույթի սահմաններում, օրինակ երբ որ քննում էր այս վերջի վարույթը ուժեղ Հայաստանի գրանցում ուժու կորցրած ճանաչել։ Ես հիմա չեմ ասում, պետք է գրանցում ուժու կորցրած ճանաչել, չպետք է այդ առանձին հարց է, բայց ինչ է ասել ԿՀ-ն։ Ասել է ես չեմ քննարկելու այդ դեպքերը։ Ասել է թող հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, դատարանները քննեն, մենք չենք մտնում այդ գործի մեջ։ Եղբայր ո՞նց թե չես մտնում, սահմանադրություն կա, սահմանադրական օրենքով գրած է, որ դու այդ թեմայի մեջ մտնում ես։ Քո ինչ գործ հակակոռուպցիոն կոմիտեն ինչ է անում։ Քո ինչ գործ, քեզ սահմանադրությամբ սահմանադրական օրենքով լիազորությունը տված է։ Դու քո լիազորությունը անում ես։ Դու գնահատական տալիս ես։ Սա քո դու համարում ես ընտրախախտում, չես համարում ընտրախախտում, համարում ես ազդող ընտրախախտում, չազդող ընտրախախտում, մասսայական, չմասսայական, կենտրոնացված կազմակերպված թե ոչ։ Սա ուրիշ հարց է, գնահատողական բաներ են։ ԿՀ-ն պետք է մտներ այդ դաշտ եւ այդ դաշտում սկսեր գնահատել։ Եվ այդ գնահատումը մենք սկսենք քննարկել, ստեղ adekvat է գնահատել, ստեղ համաձայն չենք իր գնահատականի հետ, ստեղ համաձայն ենք իր գնահատականի հետ, այդ գնահատականների որոշում կայացներ։ ԿՀ-ն ինչ ասեց, ԿՀ-ն ասեց, չէ, ես այդ դաշտ չեմ մտնելու։ Որովհետև ԿՀ-ն ուզում է լինի կազմակերպչական մարմին։ Բայց գոնե եթե ժամանակին այդ կազմակերպչական ֆունկցիան լավ էր անում, հիմա դա էլ լավ չի անում։ Իսկ հիշալ ընտրախախտումները դրանք ինչ որ ձևով արդյունքների վրա երևալու են։ Տեսեք, գնահատման տեսանկյունից կարևոր է նաև հասկանալ վիճակագրական վերլուծությունը, որը կարողանանք անել առավոտյան, կարևոր է հասկանալ նաև այն երևույթները, որոնք որ տեղի են ունենում հաշվարկի ժամանակ, որովհետև մենք չգիտենք հաշվարկի ժամանակ ինչ խախտումներ կլինեն եւ ինչ ազդեցություն դրանք կարող են ունենալ, բայց այն ինչ որ ես նշեցի, ասում եմ, շատ լուրջ դեպքերի մասին, չէ, լուրջ դեպք միայն այդ Արարատի մարզի 12 կոտորակ 13 տեղամասներ, որտեղ բան չկար, ուժերից մեկի քվեաթերթիկներ ընդհանրապես չկային, դե ասեմ, որ համարյա թե մոտիկ էին նրան, որ կասեի, որ ընտրությունները անցել են առանց բռնության, բայց Աֆշարում վերջին պահին ամեն դեպքում որոշեցին հարամանել դա եւ ինչ որ թեթև քաշքշուկ եղավ, որը հարամարեց էլի։ Դուք նկատում եք այն հանձնաժողովների ներկայացուցիչների դե Աֆշարում մի քանի հոգի տենց իրար քաշքշում էին, խմած ընտրող մտավ տեղամաս, ինչ որ ժամը 8-ից մի քանի րոպե պակաս, մեկը ասեց՝ «Պիտի ընտրես», մյուսը ասեց՝ «Չպիտի ընտրես», սենց ինչ որ այսենց ինչ որ վիճակ բնականաբար ինչպես ցանկացած իրան հարգող քաշքշուկ առանց առիթի առանց լուրջ ինչ որ հիմքի, բայց ամեն դեպքում քաշքշուկ եղավ, հա ծեծ կրտուկ չի, բայց քաշքշուկն էլ է պրոբլեմ ու հարամարեցին, ես տրամադրվել էի, որ առանց դրա են անցնել այս ընտրությունները։ Իսկ դանակարության մասին կար նաև, այո, ընտրատեղամասերից մեկի տարածքում, բայց դե նշված էր, որ պետք է պարզել, դա կապ ունի ընտրական գործընթացի հետ, թե ոչ, այս մասով տեղեկություններ։ Մանահազանգ չունեմ, բայց ես պիտի ասեմ, որ լուրջ խնդիր են կեղծահազանգերը։ Կեղծահազանգերը, ռումբերի մասնավորապես։ Ռումբերի կեղծահազանգը։ ՆԳՆ-ն էր տվել։ Հա? Այո, տարբեր տեղամասերում կեղծահազանգեր ռումբերի արկայության մասին։ Արեցին վերջը դա ռուսները, ահա, ես չէի նկատել դա։
Հա, ես էլ ասում ուրեն պիտի դա անեին, էլի իրանց մետադիչկով գրված բան առնվերի կեղծահազանգ, իհարկե, ոնց կարա ինչ անեին։ Դե իհարկե ռուսները շատ գանձ են ռուսական տելեգրամ ալիքներում, ինչ որ exit poll-երի տվյալներ են ասում, ինչ exit poll, դուք exit poll եք տեսել։ Ով է արել։ Չգիտեմ, բայց exit poll-ի տվյալներ են վկայակոչում ռուսական exit poll եք տեսել։ Մեր դիտորդները եղել են տեղամասերի 95%-ում exit poll չեն տեսել։ Հեռուստադիտողներ exit poll տեսել եք այս երկրում, որ ռուսները վկայակոչում են այդ exit poll-ի արդյունքները եւ ասում exit poll-ով sense-ն են։ Իհարկե ամենա գանձը դա Ռուսաստանի նախագահի խորհրդականի հայտարարություններ, որ ասելա, որ Ֆրանսիայում դեսպանատների քվեարկությունն է ազդելու է ընտրությունների վրա։ Եղբայր 20 տարի դեսպանատներում քվեարկություն չկա, ինչ եք խոսում։ Տարբեր բաներ, օրինակ բանդետը շտորմ 15-16 ցանցը մեծ քանակությամբ բարեստական բանականությամբ վիդեոներ ա գեներացրել, որտեղ իբր ինչ որ քվեաթերթիկներ են կտրվում, բանարվում, ասենց բաներ են արել։ Հոսանքազրկումների հետ կապված մի ժամ առաջվա տվյալներ կարող եմ ասել, այսինքն ժամը մոտավորապես 10-ի դրությամբ, 10-10:30-ի դրությամբ 25 տեղամասա 2000 տեղամասից, որտեղ ինչ որ հոսանքազրկում եղել է, բայց այս միտոկոսի կարգի, բայց մենք իհարկե կնայենք այդ 25 տեղամասերը ավելի ուշադիր եւ հենց մենք մոտ sense ալգորիթմ կա, հենց հոսանքազրկում է լինում, մենք դրա մասին միանգամից իմանում ենք, շատ հետաքրքիր մենք դրսից եկած մասնագետներ ունենք, բերված, որոնց բերել ենք հենց որպեսզի իրանք կարողանան թվային գործիքներով հոսանքազրկում լինի, չասեմ ոնց, իմանան, որ հոսանքազրկում ա եղել։ 3 րոպեվա ընթացքում հոսանքազրկման մասին մենք իմանում ենք։ Ուրեմն եւ ինչ ենք մենք անում, սկսում ենք նայել այդ տեղամասերում տեսախցիկները, այդ տեսախցիկներ իհարկե ուղարկում ենք դիտորդ, բայց այդ ընթացքում տեսախցիկները աշխատում են։ Այո, տեսախցիկները UPS-ով են։ Տեսախցիկները որ UPS-ով են, դա հոսանքազրկումներն էլ պետք կանխատեսելի բաներ են։ Եվ նաև վերջում էլ համեմատելու ենք հոսանքազրկված տեղամասերում ընտրությունների արդյունքները նույն տարածքների չհոսանքազրկված տեղամասերի արդյունքների հետ 21 թվականին դա արել ենք, չեական տարբերություն չկար։ 21 թվականին զանգվածային հոսանքազրկումներ եղել են, այսինքն այնտեղ հարյուրավոր տեղամասեր, Հայաստանի հյուսիսի կեսը հոսանքազրկվել էր։ Հոսանքազրկումների մասով դա դե ամեն դեպքում շիկի կարձանագրենք, որ հեծի հետ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ռուսների կողմից հոսանքազրկում անելու հնարավորությունները խիստ սահմանափակ էին եւ այսօր հեծնել մենք այդ մեր մտահոգությունները փոխանցել ենք հեծի գործընկերներին եւ իրանք էլ ըստ էության արտակարգ ռեժիմով հերթապահություն, բան բոլոր ենթակայանների մոտ հոսանքազրկու տեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներ այդ տեղեկությունները կեղծ են դատական հայցերը ներկայացնելու հեծանյանց։ Ուրեմն ենթակայանների մոտ ըստ էության ուժային կառույցներն էին հերթապահություն, որ ենթակայաններն ֆիզիկական միջամտություն չլինի, նո կիբեր հարձակումներից ենք վախում։ Ես պիտի ասեմ, որ նաև պետք է ասենք, որ ի պատիվ նրանց, ովքեր որ այս երկիրը պաշտպանում են կիբեր հարձակումներից, այ ժամը 11-ն է, 11-ի դերությամբ էական հաջողված կիբերգործողություններ, մեծ մասշտաբի հաջողված կիբերգործողություններ չեն եղել։ Կանխվել է, փորձ եղել է կանխվել։ Այո, փորձեր եղել են, որոնք փորձել եղել են շատ տարբեր ուղղություններով գործողություններ իրականացվել են կիբերհարձակումների, էական հաջողություն էական հաջողությունների չեն հասել։ Ըստ էության բոլորս ենք, էական հաջողության, որ ինչ որտեղ հասնեին, դա բոլորս կտեսնեինք։
տարբեր ենթակառուցվածքների վրա, տարբեր ընտրական համակարգերի վրա կիբերհարձակումների փորձեր եղել են, բայց այս առումով ընդորում այս առումով նաև այստեղ արևմտյան աջակցությունը եղել է շատ տեղին, շատ եւ շատ արդյունավետ աջակցություն է եղել արևմուտքի կողմից կիբերանվտանգության հարցում, բայց հենց դեռ ժամը 11-ի դրությամբ հենց որ տեսնենք եթե միջև առավոտ ոչինչ չպայթի այս պահին հիմնական ռիսկը իհարկե ընտրական համակարգերն են եթե ամեն ինչ նորմալ գնա կարելի է արդեն ծափարել ահա շատ լավ մեծ քաղաքները խոշոր համայնքներն են բեկելու ընտրության ընթացքը դե ես չեմ կարծում որ տենց բեկելու բայց միգուցե ինչ-որ տեսեք քաղաքների եւ գյուղական բնակավայրերի քվեարկությունը հաճախ բավականին գիտեք տարբերվում են շատ նաեւ ընտրողների վարքը օրինակ գյուղերում ընտրողները գալիս քվեարկում են առավոտ շուտ եւ դա բնական պահվածք է որտեղ այն էլ այս սեզոնին հա ուզում են արագ գան քվեարկեն գնան իրանց գյուղատնտեսությամբ զբաղվեն ժամանակ չունեն քաղաքներում օրինակ ընտրողները առավոտները քնում են, էլի բոլորս Կիրակի առավոտ սիրում ենք քնել եւ այս առումով ընտրողների պահվածքը բոլոր կոմպոնենտներով տարբերվում է այդ թվում նաեւ քվեարկության նախապատվությունների առումով թե ում են քվեարկում առավել եւս այս ընտրությունների տակ sense որ որոշակի գաղափարաբանական տարբերություններ են դրվել Ինձ թվում է, չգիտեմ, հələ ռետրոսպեկտիվ պետքա նայել այդ ամենին, բայց իմ մոտ տպավորությունս առաջին ընտրություններն էին, որոնց տակ ինչ-որ գաղափարաբանական բան կար, գաղափարաբանական sense հակասություն։ Եվ այո, երբ որ կա գաղափարաբանական հակասություն, նորմալ է, որ ինչ-որ հասարակության մի խումբ մի քիչ ավելի sense օրիենտացիա ունենան, նենց խումբ ուրիշ խումբ մի քիչ ուրիշ օրիենտացիա ունենան նորմալ երևույթներ են։ Իսկ այս բարձր մասնակցությունը ինչով է բացատրվում, ըստ ձեզ որն է քաղաքացու մոտիվը գնալ ընտրել։ Ասեմ, երբ որ առավոտյան եկավ բարձր մասնակցության ցուցանիշները, մենք մի քիչ անհանգստացանք, այն առումով, որ առավոտյան բարձր մասնակցությունը մեզ միշտ լարում է։ Որովհետև հենց այդ պատճառով, որովհետև առավոտ մարդիկ առավելևս քաղաքային բնակավայրում առավոտ մարդիկ Կիրակի առավոտ մարդիկ ուզում են քնեն եւ ոչ թե քվեարկեն։ Քվեարկելը ոնց որ քվեն չի կորի նրանց, եթե առավոտ 8-ի տեղը քվեարկես ցերեկը 1-ին։ Իսկ ենթարկեցված էլեկտորատը, երբ որ կա ենթարկեցված էլեկտորատ, վարչական ռեսուրսով լինի, ընտրակաշարքով լինի, վերադասի կողմից պարտադրանքով լինի, կապ չունի, ենթարկեցված էլեկտորատին միշտ պահանջում են, որ այդ մարդիկ առավոտյան շուտ գնան քվեարկեն, որ տենանով գնացով չգնաց, միջև երեկոյան 8-ը շատ ժամանակ ունենան, չգնացածներին տենց բերելու ընտրատեղամաս տանելու։ Դրա համար առավոտյան բարձր ցուցանիշներն, այդ առավոտյան ժամերի բարձր ցուցանիշներն մենք մի քիչ տենց վախվալով ենք նայում, բայց երբ որ արդեն եկան ժամը 2-ի, ժամը 5-ի, ժամը 8-ի ցուցանիշները մասնակցության մենք տեսանք, որ առհասարակ բարձր մասնակցություն է եւ ոչ թե առավոտվա ժամի իզոլացված։ Առհասարակ բարձր մասնակցությունը նշանակում է քաղաքական երևույթ է։ Նշանակում է դա քաղաքական երևույթ է եւ զարմանալ էլ պետք չէ։ Իհարկե կան մի շարք կա ընտրակաշարք, որը մասնակցության վրա ազդում է։ Կա ընտրական туриզմ։ Մի մասը իր կամքով է եկել, մի մասը պարտադրել են, որ գա եւ այլ մի մասը կաշառք են տվել, որ գա, բայց կա ընտրական туриզմ։ Քարոզարշավ, որը 21 թվականի քարոզարշավը 2 շաբաթ է եղել։ Այս անգամ քարոզարշավի այդ ինստիտուցիոնալ, այսպես ասած, մասը եղել է 4 շաբաթ։ Իսկ փաստացի քարոզարշավը հիմնական կուսակցությունը անցյալ տարի են սկսել։ Պարզա չէ, որ դա եւս ազդելու էր հասարակության քաղաքականացվածության վրա, հասարակության ավելի շատ ամեն կուսակցություն իր էլեկտորատը ավելի էֆեկտիվ էր մոբիլիզացնելու քարոզարշավի երկարությամբ պայմանավորված եւ մենք տեսնում ենք դրա արդյունքը եւ նաեւ տեսնում ենք այն որ մարդիկ ընկալում են որպես ընտրությունները որպես մրցակցային
մարդիկ ընկալում են ընտրությունները որպես կարևոր, մարդիկ ընկալում են, որ իրանց քվեով որոշվելու ինչ-որ բան։ Ընտրական ապաթիան չկար։ 21 թվականին նաև որոշակի ապաթիա կար։ Ինքը միայն ընտրական ապաթիա չէր, ինքը գլոբալ ապաթիա էր, պատերազմից կես տարի անց շատ մեծ ստրես էր։ Մենք հիմա ռետրոսպեկտիվ 5.5 տարի անց տենց արդեն մի քիչ աղոտ ենք հիշում, բայց շատ մեծ ստրես էր, հասարակությունը իրոք ապաթիա էր։ Ինչ որ առումով դաժե երևի այդ մահին չէինք էլ հասկանում այդ ապաթիայի խորությունը։ Իսկ հիմա ապաթիա չկա, եւ ինձ թվում է, գիտեք, ես այս առումով էլ համեստ կարծիքս ասեմ, ինձ թվում է սա հասարակության արձագանքն է ռուսներին։ Եթե ռուսները այսքան չմիջամտեին, հասկանում եք, երբ որ դրսից մարդ է գալիս եւ ասում է, ես եկել եմ քվեարկեմ եւ երեկոյան ժամը 7-ին հետ գնամ, միջև որ ինչ որ կարող է խառը իրավիճակ լինի, կամ եկել եմ քվեարկեմ ես ինչին եւ գնամ ու ինձ մեկը թե այս երկրում ինչ կլինի։ Այս երկրում գտնվող մարդկանց դա մոտիվացիա մի րոպե չհասկացա։ Այդ բան կներեք արտահայտությունից գաստրոլորդ որոշելու այս երկրի ապագան։ Չէ, ես եմ որոշելու ապագան, դավայցի գնացինք տեղամաս սաղովի։ Այս պահը կա, ու իմ մոտ տպավորությունը որ ախր ռուսները Հայաստանը ասում եկել սատանում անում քանդերբազություն են անում էլի։ Օրինակ այդ AI գեներացված անթիվ անհամար վիդեոները որ կային այդ մատրյոշկա ցանկը, այդ շտորմ 15-16 ցանցը, այդ սա ինձ թվում է այդ AI գեներացված վիդեոները արդեն զայրացնում էին հանրությանը։ Այն որ դե հասկացանք, էլի դե սպանեցիք ու զայրացնում էին նաև այն առումով որ ամեն անգամ մարդիկ տեսնում էին որ դա կեղծ է, հա, ասենք վիդեո է, որտեղ որպես կանոն ամենատարածվածը դրանք էին, որպես կանոն Նիկոլ Փաշինյանը ինչ որ, չգիտեմ, ինչ որ ստորացնում է էլեկտորատի ինչ որ մի հատվածի, հա, մարդիկ դա մարդկանց հակառակներ դրթում։ Իսկ ռուսները իրանց միջամտությամբ չէին այդ նենց բանը, նենց հետաքրքիր է, սա լուրջ եթե այս երկրում որպես գիտություն զարգացած էր, քաղաքագիտությունը զարգացած էր, սոցիոլոգիան, դա շատ հետաքրքիր հետազոտության պրոդուկտ է, էլի, ոնց ռուսների միջամտությունը, ես խորապես համոզված եմ, մեծ հաշվով բերեց հակառակ էֆեկտի։ Այս երկրում հակառուսական տրամադրությունները երևի հիմա բարձրացել են այն աստիճանի, որ եղել էին պլյուս-մինուս Ղարաբաղի էթնիկ զտման ժամանակ։ Երևի ամեն դեպքում պիկը հակառուսական տրամադրությունները եղել է Ղարաբաղի էթնիկ զտման ժամանակ, բայց հիմա տենց ռուսները իրանց ձեռով ապահովեցին տենց մի հատ պիկ պատմության մեջ, եթե ոչ ամենաբարձրը, ապա երկրորդը հաստատ։ Դեռ արձագանքներ վստահաբար լինելու են։ Շնորհակալություն, նաև աշխատանքի համար դուք այն շարունակելու եք դեռ։ Ես վերադառնում եմ հիմա մեր շտաբ, որտեղից համակարգում ենք ամբողջը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Թիոանոսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։